Մենք որպես ես շտաբի ղեկավար կազմակերպել ենք, որպեսզի անցնի թափանցիկ եւ արդար ընտրություններ։ Եթե ընթացքում եղել են խնդիրներ, թող դիմեն, ասել ենք մի քան անգամ։ Ձեր աշխատանքից գոհ են, պարոն վարչապետ։ ԵԽԽՎ դիտորդները, պարոն վարչապետ, սուր գնահատակ։ Հիմա քննարկում ենք, դա այդպես չի։ Ես տեղյակ եմ, որ ազգային ժողովի պատասխանատուները աշխատում են իրենց հետ, արդյունքների մասին առաջիկա 2-3 օրը տեղյակ կլինեն։ Ընտրությունների վերջնական արդյունքները չամփոփված հանրապետության նախագահը իրականություն է համարել կառավարման խորհրդարանական համակարգը։ Որովհետև այն արդյունքները, որ կա, Կենտրոնական տնտեսական հանձնաժողովը, որ հայտարարել է, եւ այն դիմումները, որ կան չհամաձայնելու արդյունքները շատ փոքր չնչին թվեր են եւ դա չի կարող արդյունքի վրա ունենալ որևէ նշանակություն։ Իսկ այդ դեպքում շտաբողականությունը ինչով էր պայմանավորված։ Ես չեմ կարծում, որ դա շտաբողականություն է, այնպես որ համաձայն չեմ ձեր ձևակերպել։ Պարոն վարչապետ, ես Ոչ, նման որևէ հարց չի եղել։ Պարոն վարչապետ, Շտաբի եւ ձեր աշխատանքից գոհ են իշխանությունները։ Կարևորը ես գոհ եմ։ վարչապետ, ես մեջ բերեմ եւ այդքան մեծ ծավալ չեն, եթե այդ խախտումները այդքան մեծ ծավալ չեն, հա, որ ազդեն արդյունքների վրա, ինչու են դրանք արվում ըստ ձեզ։ Ինչ են արել։ Խախտումները։ Ես կներեք, դուք խոսում եք ուղղակի չստուգված փաստերի մասին։ Երբ որ կստուգվի փաստերը կարձանագրվի, որ եղել են խախտումներ, այն մասին դրանից դուք կպատժվեն բոլոր խախտումով իրականացողները։ Դա ասել եմ մի քանի անգամ, նույնիսկ ընտրությունից առաջ։ Հավաքել ենք բոլոր պատասխանատուներին, զգուշացել ենք, որ որևէ մեկը արժի ծառայություն չմատուցի։ Ասել ենք, հիմա եթե մարդիկ ինչ որ քայլեր են կատարել, ապա պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե կան ես մեջ այդպիսիք բերեմ եվրոպացի դիտորդների հայտ։ Ընտրախախտումների վերաբերյալ Ոչ, որևէ ես սոցցանցում եմ տեսել եւ տեսել եմ, որ դրանք տարածել են շագրգիռ մարդիկ, ովքեր որ ուզում են սևացնեն ստվերեն ընտրությունների արդյունքները եւ դա որևէ հիմք չի, որովհետեւ բազմաթիվ տեխնիկայի պայմաններում տարբեր նկարներ են ստեղծում եւ գցում են սոցցանցերը։ Այո։ Դե դրա համար թող պատկան մարմինները ստուգեն, բերեք մենք փաստերով խոսենք, հիմնավորվի, խոսենք։ Տարաբնույթ խոսակցություններ, ձևակերպումներ կա, դե թող սպասենք մի հատ ստուգեն մարդիկ։ Ես այո շտաբի որպես ղեկավար ամեն ինչ արել եմ, որպեսզի անցնի անաչառ եւ թափանցիկ արդար։ Եթե կա որևէ տեղ, որևէ քաղաքացի մեր թիմակից կատարել է խախտում ինքնուրույն, ապա պետք է պատասխանատվություն կրի, որովհետեւ որևէ ցուցում չի եղել, հակառակը։ Մենք ասել ենք, որ կազմակերպեք ուղղակի թափանցիկ ընտրություններ, արդյունքները ինչ կլինի։ Ես դեռ չգիտեմ։ Հիմա դրա համար ասեցի, մեր ազգային ժողովի ընկերները ավարտեն իրենց բանակցությունները, կհայտարարեն մեզ եւ մենք կտեղեկանանք։ Հանրաքվեից հետո կառավարությունը չի լուծարվում։ Աշխատում ենք, դեռ մինչև 2017 թվականի ընտրությունները կաշխատենք, հետո կտեսնենք։ 17-ից հետո հնարավոր է Սերժ Սարգսյանը ձեր պաշտոնից։ Երբեք մի ասեք, երբեք։